մեր հայրենակիցները ձեր հետ հանդիպման ժամանակ հարց էին բարձրացրել, թե արդյոք կարող են նրանք մինչև 400 քառակուսի մետր հողակտոր ձեռք բերել մակերեսով եւ այնտեղ անհատական բնակելի տուն կառուցել։ Ուզում եմ տեղեկացնեմ, որ այո, այդ սահմանափակումը հանված է եւ նրանք կարող են մինչև 400 քառակուսի մետր հող ձեռք բերել համապատասխան նշանակության եւ իրենց անհատական բնակելի տունը կառուցել։ Բացի դա, առիթից օգտվելով ուզում եմ ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունում կա շուրջ 40,000 հողակտոր չկառուցապատված, որոնք փոքր են 400 քառակուսի մետրից։ Նաև այդ կարգավորումն ենք փոխել եւ հնարավորություն ենք ընձեռնել այն քաղաքացիները, ովքեր կուզեն կամ ձեռք բերել կամ ունեն այդ հողակտորը, այլևս կարգավորումները թույլ են տալիս այնտեղ բնակելի տուն կառուցել։ Պարզաբանեմ, հարգելի գործընկերներ, մենք նախկինից ունեինք կարգավորում, որ նույնիսկ կառուցապատման նպատակային նշանակության կառուցապատման հողերի վրա շինարարություն չի կարելի անել, եթե հողակտորը 400 քառակուսի մետրից փոքր է։ Չգիտեմ ինչի էր, այդ հին կարգավորում էր, չէ՞ երևի, պարոն Վարդանյան։ Այո, հին կարգավորում էր, ուղղակի հիմա քառակուսի մետրի մակերեսի սահմանափակումը հանել ենք, մենակ պայմաններ ենք դրել, որ այդ հողակտորները պետք է ունենան մուտքի եւ ելքի պատշաճ ճանապարհ եւ հակահրդեհային նորմերը սահմանված կարգով ապահովված լինեն եւ այդ հողակտորների վրա կարող են կառուցապատման տոկոսը լինել մինչեւ 40%, բայց մակերեսի սահմանափակումը հանել ենք հողակտորի։ Այսինքն պատկերավոր ասած 100 մետր հողի վրա կարելի է 40 մետրը տրամադրել կառուցապատմանը։ Հա, բնականաբար մնացած, այսինքն մենք փոխել ենք հիմա դա եւ 400 մետրից ներքև էլ կարելի է կառուցապատում անել։